Ողջույն Եղեգնաձոր, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Այստեղ գալու ճանապարհին զրույց ունեցա մի կնոջ հետ, ով ասում էր, որ ինքը անպայմանորեն մեծ ձայն է տալու, բայց մի փոքր մտավախություն ուներ խաղաղություն, պատերազմ թեմայով, ասում էր, որդիս ծառայում է բանակում, միայն թե պատերազմ չլինի։ Ես էլ իրեն ասում եմ, ինչու պետք է մեր ուժի ընտրության պարագայում պատերազմ լինի։ Մեր ուժի առաջնորդը մարդ է, ով 10 տարի կառավարել է երկիրը եւ ում օրոք չի եղել որևէ պատերազմ։ Սա փորձ է, ապացուցված փորձ է։ Եվ ավելացրեցի, ես որպես մայր ձեզ ասում եմ, պատերազմ չի լինելու։ Իմ տղան հաջորդ իշխանության ժամանակ գնալու է բանակ եւ արժանապատիվ ծառայելու է իր հայրենիքին, ինչպես բազմաթիվ մեր տղաներ եւ վերադառնալու է տուն։ Հետևաբար այն կեղծ խոսույթը պատերազմի մասին ուղղակի մոռացեք, որովհետեւ այդ պատերազմի մասին խոսում են մարդիկ, ովքեր ամենաշատ պատերազմն են բերել մեր երկրին, ամենաշատ զոհերն ու զիջումներն են պատճառել մեր ժողովրդին ու մեր երկրին։ Հետևաբար, երբ որ որևէ մեկը խոսի ձեզ հետ պատերազմի հավանականության մասին, ուղղակի ասեք, որ կա փորձ չպատերազմի եւ կա իշխանություն, որ միայն ու միայն պատերազմ է բերել մեր երկրին։ Քանի որ այստեղ երիտասարդներ եմ տեսնում, բոլոր երիտասարդների հետ շփման ժամանակ ես ասում եմ, որ կրթությունը շատ կարևոր է։ Լինելով կրթության ոլորտի մարդ նաև ուզում ենք ձեզ առաջարկել շատ կարևոր մի դրույթ՝ անվճար կրթությունը։ Ես գիտեմ, որ Վայոց ձորի երիտասարդությունը լավ կրթություն է ստանում եւ հակված է ավելի Երևանում պետական համալսարաններում կրթությունը շարունակելու։ Եվ գիտեմ նաև, որ վերջին տարիներին 100,000, 200,000, 300,000-ով ավելացել է կրթության վճարը։ Տները թանկացել են, տրանսպորտը թանկացել է, ուսման վճարը թանկացել է։ Հետևաբար պետությունը իր վրա պետք է վերցնի պարտավորվածություն վարձերը վճարելու, որպեսզի մեր երիտասարդությունը իսկապես որակյալ եւ անվճար կրթություն ստանա։ Եվ ասում ենք մեզ ընտրելուց հետո մեր իշխանության գալու ժամանակ սիրելի երիտասարդություն դուք սովորելու եք անվճար։ Ես մի կարևոր դրույթի մասին եւս ուզում եմ խոսել։ Պետական համակարգի պրոֆեսիոնալ լինելու մասին։ Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը անցնող տարիներին առերեսվել է պաշտոնյաների, ովքեր օրինակ այոն կլոր օյով են գրում։ Հաստատ գիտեք այդ բոլոր պատմությունները։ Այո, այդ մարդիկ չպետք է տեղ ունենան պետական համակարգում։ Պետական համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր ի վիճակի են, ովքեր գիտակցում են, որ իրենք պետությանն են ծառայում եւ ովքեր պրոֆեսիոնալ են, սա անչափ կարեւոր է։ Մենք պրոֆեսիոնալների կառավարություն ենք ձևավորելու, ոչ թե կուսակցական նախընտրությամբ, ոչ թե խնամի ծանոթ բարեկամի տրամաբանությամբ, այլ մարդիկ, ովքեր արժանի են զբաղեցնել այդ պաշտոնը, որովհետեւ այդ պաշտոնի բերումով պետքա ծառայել ժողովրդին։ Սիրելի ժողովուրդ, վերջին 8 տարիների ընթացքում հիմա էլ քարոզարշավի ժամանակ նույն խոսույթն է իշխանության կողմից։ Մեզ ձայն տվեք, սա ենք խլում, մեզ ձայն տվեք, նա ենք խլում։ Ուրեմն այս 8 տարվա ընթացքում Ադրբեջանը մեզանից խլել է Արցախը, մեր տարածքները։ Գործող իշխանությունը դեռ հայերից է ինչ-որ բան ուզում խլել։ Ուզում հասկանալ վերջին 8 տարվա ընթացքում մի օրինակով ձեզ ուղղակի ցույց տամ։ Հովիկ Աբրահամյանի տունը, հիշում եք, պատմում էր, որ խլում են վերադարձնեմ ժողովրդին։ Այդ ժողովուրդը պարզվեց իր գրպանային օլիգարխ Նարեկ Նալբանդյանն էր։ Հիմա էլ ասում է, սրանից ինչ-որ բան խլելու եմ, վերադարձնեմ ժողովրդին, մուրճը տվեք, նստացնելու եմ։ Ադրբեջանը մեր հայրենակիցներին իր բանտում նստացնում է, սա հələ խոսում է մեր հայրենակիցներին նստացնելու մասին։ Լավ, ոնց կարելի է 8 տարի շարունակ մեր ժողովրդի նման կերպ խաբել, մոլորեցնել, մանիպուլացնել։ Մենք այս ընտրությամբ պետք է ասենք, որ զզվել ենք այդ խոսույթից։ Չենք ուզում լսել նստացնելու խլելու մասին, մենք ուզում ենք լսել կառուցելու, շենացնելու, անվտանգ երկիր կառուցելու մասին։ Այս ընտրությունները նաև դրա մասին են։ Եվ ես իսկապես ուզում եմ, որ մենք բոլորս միասին, միահամուռ, վճռական կերպով մասնակցենք ընտրություններին եւ մեր պետությունը դարձնենք ավելի անվտանգ, ավելի մրցունակ, ավելի լավ կրթական համակարգով, ժամանակակից, բայց սեփական արմատներին հավատարիմ, պահպանելով սեփական ինքնությունը։ Ու սրանք բառեր չեն, որովհետև աշխարհի երեսին տարբեր ազգեր կան։
Եվ մեզ բոլորիս բնավորությունները տարբեր են, բայց մեզ բոլորիս մի քանի բան կա, որ միավորում է։ Մեր հավատքն է, մեր պատմությունն է, մեր խորհրդանիշներն են։ Հիմա այդ բոլորի նկատմամբ պատերազմը հայտարարված։ Մենք այդ պատերազմում հաղթելու ենք, հայ մարդը հաղթելու է եւ ամուր պահելու այդ պետականությունը։ Հետևաբար հունիսի 7-ին ընտրում ենք, հունիսի 7-ին ընտրում ենք եւ մենք միասին, շնորհակալ եմ շատ։